Սպասվող ձյան մասին առաջինը իմանում է օդերևութաբան Զարուհի Պետրոսյանի 16-ամյա դուստրը, առաջինն իմանում է, առաջինն էլ տարածում դստեր ու նրա ընկերուհիների համար ձյունն իսկական տոն է։ Իմ աղջիկն էր եւ ինքը բնականաբար իր շրջապատին ապահովում է եղանակի կանխատեսումներով եւ հետաքրքրվում էր վաղ այս ձյունը դեռևս շարունակվելու է թե ոչ։ Այսօր առավոտյան պատուհանից դուրս տեսարանը նորից ուրախացրեց Տիկին Պետրոսյանի աղջկան։ Դստեր ուրախության գիտական բացատրությունը տվեց մայրը։ Ցիկլոնը Հայաստան է եկել հյուսիս-արևմտյան Եվրոպայի երկրներից, բայց եվրոպական ցրտերը Հայաստանին չեն սպառնում։ Սիբիրից արևմուտք տեղափոխված ցիկլոնը հյուրընկալվել է եվրոպացիներին ու մնացել այնտեղ։ Այս տարվա ընթացքում սիբիրական անտիցիկլոնը լավ ձգված էր դեպի Եվրոպայի տարածք եւ հյուսիսից ցուրտ էր այստեղ տեղափոխում։ Մենք այդ ցիկլոնի անտիցիկլոնի ազդեցության ներքո գտնվել ենք 2007-2008 թվականներին։ Ձյունը կդադարի միայն փետրվարի 19-ին, դրանից հետո օդի ջերմաստիճանը կնվազի որոշ տեղերում մինչև -20 աստիճան։ Չոր ամանորից ու տաք հունվարից հետո ձնառատ փետրվարը օդերևութաբանին չի զարմացնում։ 2012-ի ձմեռը վիճակագրության սահմաններում է։ Միակ անոմալիան 2010-ին էր գրանցվել, երբ օդի ջերմաստիճանը նորմայից 24 աստիճանի շեղում գրանցեց, հունվար-փետրվարին -20-ի փոխարեն +4։ Իսկ ամենացուրտ ձմեռը ըստ Հայպեդհիդրոմետի վիճակագրության 2008-ինն էր։ 2008 թվականին հատկապես 10 օր 12 շաբաթ շարունակ Արարատյան դաշտում գրանցվում էր 20-ից 28 աստիճան ցուրտ, 2008 թվականին Սևանը սովորական կլիմայական ժամկետներից 1 ամիս շուտ սառեց, համատարած սառեցություն գրանցվեց։ Օդի տաքացում սպասվում է միայն փետրվարի 25-ին, առջևում գիժ մարտն է։ Կանխատեսել մարտի պահվածքը չեն կարող նույնիսկ 21-րդ դարի սարքավորումները։